Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարում։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում։ Կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով 4 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից երկուսը գիտակցության չգալով մահացել են։ Մահացածները աղջիկներ են։ Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետից առավոտյան դուրս են բերել 2-ամյա Տիգրանի մարմինը։ Երեխայի դին հայտնաբերվել է Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ։ Բացահայտվել է այսպես ասած դարի հանցագործությունը 590,000 ԱՄՆ հափշտակության դեպքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան մասնակցելու Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովին։ Նույն նպատակով Հայաստան կայցելեն Հունգարիայի, Չեռնոգորիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները։ Կկայանան նաեւ նրանց հանդիպումները Արարատ Միրզոյանի հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանում անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Չմասնակցելու պատճառը հայտնի է։ Սյունիքում մեկնարկել են հյուսիս-հարավ ռազմավարական ավտոճանապարհին միացող Խնձորեսկ եւ ներքին Խնձորեսկ գյուղերը կապող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Նախագիծը ունի թե տնտեսական, թե ռազմավարական նշանակություն եւ ընդգրկված է Հայաստանի ճանապարհաշինական հիմնական ծրագրերում։ Քաղաքի տարբեր հատվածներում վերջին տարիներին իրականացված անտառացման եւ կանաչապատման ծրագրերն արդեն տեսանելի արդյունք են տալիս։ 45 հեկտար տարածքում ձևավորվել են նոր քաղաքային անտառներ։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձորում բագի տեսակի կվադրոցիկլ է կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Շամշյանը, ավելի ուշ պարզվել է, որ տեղի ունեցածի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից երկուսը գիտակցության չգալով մահացել են։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Ըստ Armdur.am-ի նրանք 3 տոնել են իրենց վերջին զանգը, ապա 4 ընկերներով գնացել Ծաղկաձոր կվադրոցիկլ վարձակալել եւ դրանով վթարի ենթարկվել։ Ինչպես հայտնի է, ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետից առավոտյան դուրս են բերել 2-ամյա Տիգրանի մարմինը։ Երեխայի դին հայտնաբերվել է Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ։ Մայիսի 4-ից որոնվող Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ, բռնության հետքեր չկան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նաև բացահայտվել է այսպես ասած դարի հանցագործությունը տևական ժամանակ նախապատրաստված եւ մանրակրկիտ պլանավորված 590,000 ԱՄՆ հափշտակության դեպքը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան Ջեկին հարակից կամրջի մոտակայքում մայիսի 24-ին ժամը 10:40-ի սահմաններում հայտնաբերել են 2-ամյա երեխայի դին։ 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման մասին ահազանգը ներքին գործերի նախարարությունը ստացել էր մայիսի 4-ին։ Ըստ նախնական տվյալների փոքրիկը դուրս էր եկել տանից Մարմարիկ բնակավայրում եւ չէր վերադարձել։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է $3 միլիոն կաշառք ստանալու համար, նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելուն, այն է ընկերության 100% բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին եւ ապրիլին այդ ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ նշված գործարքից ստացել է առանձնապես խոշոր չափերով $2,985,000 կաշառք։ Դատախազությունը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից պահանջում է մոտ 6 միլիարդի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ։ Պաշտպանների միջնորդությամբ գործը քննվում է դռնփակ։ Ալեքսանդր Սարգսյանը բացի քաղաքացիական այս գործից ժամանակին անցնում էր նաև քրեական գործով, սակայն պետությանը հասցված $7 միլիոն վնասը վճարելուց հետո ոչ արդարացնող հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է։ Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է 78 միլիոն դրամի վնաս, մասնավորապես Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր եւ օգտագործելով իր տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը գիտատեխնիկական գործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ։ Պայմանագրերի գործողության ընթացքում ընկերությունը ԱԶ-ին փոխանցել է 266 միլիոն 857 հազար դրամ, որից
հյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը 2013-ից 24 թվականների ընթացքում ստացել է 78 միլիոն 511 հազար 390 դրամի գումարի չափով եկամուտ, այն տնօրինելով սեփական կարիքների համար։ Նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պատճառված վնասից վերականգնվել է 19 միլիոն դրամ, իսկ գումարի մնացած չափով արգելանք է դրվել վերջինի շարժական եւ անշարժ գույքերի վրա։ Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել սպանություն ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը հասանգեստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել նետվելով Երևանի հաղթանակի կամրջից, սակայն պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելն է։ Քրեական համայնքային ոստիկաններն ու փրկարարներն Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին, նախնական տվյալներով կտրած ծակած վնասվածքներով դիակի վրա արկային եղել թղթադրամներ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ոստիկանները տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3.40 գրամ բուսական զանգվածով փաթեթ։ Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով անձնական օգտագործման համար, նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Երևանի պարեկտները Դավիթաշենի երկրորդ թաղամասում ձերբակալված 30-ամյա կնոջ անձնական խոզարկությամբ էլ հայտնաբերել են 8.73 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված եւ մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքերը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, նաեւ հափշտակության մեխանիզմն ու գումարի պահպանման վայրերը։ Արդյունքում հանցանք կատարած անձին ձերբակալվել են, իսկ կատարված խոզարկությունների եւ վարույթային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է հափշտակված $590,000 մեծ մասը, $578,800։ Ձերբակալված անձին կանհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած $11,200 գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզի Գումարտակի Պարեկը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն տեղեկացրել է, թե կարող է կազմակերպել իբրև թե պաշտոնատար անձ հանդիսացող իր ծանոթին 600,000 դրամ կաշառք տալու դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը։ Հիշյալ գործողությունների դիմաց Պարեկը քաղաքացուն դրդել է սկզբում իրեն փոխանցել կաշառքի գումարից 300,000 դրամը, սակայն Պարեկը հետագայում որևէ գործողություն չի ձեռնարկել եւ քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել։ Վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Այլ թեմաներ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան մասնակցելու Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովին։ Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ գործընկերությամբ, Կազիմիր Պուլասկի հիմնադրամի եւ Վարշավայի անվտանգության ֆորումի հետ գործակցությամբ, նաեւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության վերլուծության, պլանավորման եւ ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։ Նույն նպատակով մայիսի 27-ին Հայաստանում կգտնվեն Հունգարիայի եւ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարներ Պետր Սիարտոն եւ Ֆիլիպ Իվանովիչը։ Ծրագրված է նրանց հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ, իսկ մայիսի 26-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Կկայանա Արարատ Միրզոյանի եւ Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը եւս Երևանյան երկխոսություն միջոցառման շրջանակում կմասնակցի պանելային քննարկման։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չի մասնակցի մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանում անցկացվելիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Պատճառը մայիսի 28-ին Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելն է։ Մոսկվայում սպասվող հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու է դեսպան Գուրգեն Արսենյանը։ Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Ազատությանը հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, վերջնականացված եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել այն։ Անդրադառնալով նախքան պայմանագրի ստորագրումը Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Բաքվի պահանջների վերաբերյալ հարցին Հայաստանի ԱԳՆ
նշել է, որ հակամարտության ինստիտուցիոնալ կարգավորման պարագայում հակամարտությամբ զբաղվող որևէ ինստիտուտի անհրաժեշտությունը վերանում է։ Եվ թվարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ դրանք բավականին ակտիվ էին ու շատ։ Սկսենք առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցից։ Արցախի կորստից հետո առաջին անգամ նա գալիս է Հայաստան, որն էր նրա մեսիջը, ինչ նա փոխանցեց, որովհետեւ նա այնպես էր խոսում, կարծես որևէ բան չի եղել, կարծես որևէ մեղավորություն չունեն Արցախի կորստի մասով եւ այլն, որն էր Լավրովի մեսիջը եւ ինչպես է գնահատում նրա այցը, խնդրեմ։ Դե մեսիջը նորից մոսկովյան հարթակներին վերադառնալն է։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը ակտիվորեն ցանկանում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծումը տեղափոխել մոսկովյան հարթակ, այսպես միջնորդ լինելու նպատակով արևմտյան հարթակներից, որովհետև նկատում ենք ամերիկանն էլ է շատ ակտիվ, լսեցինք Ռուբիոյի խոսքը Սենատում։ Մյուս կողմից նոյեմբերի 9-ը կետը ինչով է կարևոր, մենք բազմիցս ասել ենք տարածաշրջանային կապուղիների բացումը, բայց Ռուսաստանի վերահսկողության ներքո, որպեսզի իրենք դուրս չմնան Չինաստանից եւ Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող ճանապարհներից, այսքանը եւ մեսիջ ուղարկել աշխարհին, որ Հայաստանը մեզ հետ է, որովհետեւ շատ հաճախ խոսում են Հայաստանը լքել է, ԵՏՄ-ն դուրս է գալիս, հապկից դուրս է գալիս, ցույց տալ, որ այդպիսի որևէ խնդիր մենք չունենք։ Իդեպ սա քար է ընդդիմությանը խորհրդարանական, որովհետեւ նրանք անդադ մեզ վախեցնում էին ուկրաինացման սցենարը, որը Լավրովը հերքեց, եւ երկրորդը, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ծայրահեղ վատ է։ Լավրովի խոսքերից ստացվում է, որ որևէ խնդիր իհարկե կա, բայց մենք հղում ենք արում Լավրովին չունենք։ Իսկ ինչպես կգնահատեք, երբ նա ասաց, որ Ռուսաստանը դեռ մի բան էլ օգնել է ձեզ, Ռուսաստանը երբեք ձեզ չի լքել, եւ այն ժամանակ երբ խոսում էին հապկը դեռ չի ճանաչում մեր սահմանները, եւ այսպես շարունակ, այսինքն Լավրովը ինչ էր ուզում ասել, որ դուք եք մեղավոր ձեր ձախողումների մեջ։ Լավրովը դե հո չէր ասի մենք ենք մեղավոր, մենք ձեզ հանձնել ենք։ Բայց իրեն հստակ հարց հնչեցվեց Արցախի մասով, նա ասաց, որ մեր մասով դուք որևէ պահանջ չպետք է ներկայացնեք, նույնիսկ մունատ եկավ այսպես ասած ժողովրդական լեզվով։ Գիտեք, պարոն Դուգինին եմ ես միշտ մեջ բերում, որը ոչ թե ռոպագանդիստ է ուղղակի, նա Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ իդեոլոգներից է, հիշում եք նրա աղջկա թաղմաններ Պուտինը մասնակցեց։ Նա բառացիորեն այսօր գրել է իր էջում, որ Ադրբեջանը պետք է շնորհակալ լինի, հիմա էլ Ադրբեջանին են վախեցնում Ռուսաստանին, առանց Ռուսաստանի Արցախում հաղթանակ չէր լինի եւ գրել էր, որ վտանգավոր է, միտքը դա էր, որ Ադրբեջանը խաղեր է տալիս Արևմուտքի հետ։ Այսինքն պարոն Լավրովը շատ բան կարող է կեղծել։ Նա Կոսովոյի նախադեպը տարավ Ղրիմին, որ ընդհանրապես Ղրիմի հետ առնչություն չունի, հիմա չնստենք 1244 բանաձևը վերլուծենք էթնիկ զտման, որը լիովին տեղավորվում է Ղարաբաղում տեղի ունեցած վերաբերյալ, ինչը իրենք անվանում էին հակաղաբեկչական գործողություն։ Օրինակ չհնչեց հարց, ինչու եք մեղադրում, որ Հայաստանը Լաչինի միջանցքով զենք է տեղափոխում։ Դուք մեր դաշնակիցն եք, մանավանդ այդպիսի բան չկար։ Լավրովը այնքան է արդեն սովորել իր դերին, որ արդեն ուզում ես հավատալ, որ նա անկեղծ է մեզ հետ խոսում։ Ինչ վերաբերում է զենքին, եկեք նշենք, որ 90-ականների նույն զենքով կռվում էր Ադրբեջանը, նույնիսկ առավել, որովհետև Սովետական միությունը ամբողջ զինանոցը թողել էր Ադրբեջանում։ Երկրորդը, առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Բորիս Ելցինն էր, որը գոնե հստակ դիրքորոշում ուներ, որ Հարավային Կովկասում իրենց դաշնակիցը Հայաստանն է։ 2008 թվականից հետո հատկապես Մյունխենյան ելույթից հետո Վլադիմիր Պուտինը սկսեց կրկնակի զինել Ադրբեջանին հարձակվողական զենքով, ինչը ի դեպ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները չէին անում, որովհետև հասկանում էին, որ դա նոր պատերազմի առիթ կարող է հանդիսանալ։ Եվ հիմա էլ ասած այն է, որ ձեզ էլ ենք զինել, իրանցել ենք զինել, հետո կարող է էլի ձեզ զինենք։ Ղարաբաղի հարցը, ինչպես պարոն Դուգինն է ասում, այստեղ մանրադրամ է ընդհանրապես երկու ժողովուրդներին վախենում։ Այսինքն Դուգինը խոսում է Պուտինի շուրթերով։ Իհարկե, դե հերքում չի եղել երբևիցե Դուգինն էլ ամբողջովին ռուսական առաջատար հեռուստաալիքներում է, նա պատահական մարդ չի։ Անդրադառնանք այս այցին կրկին, այնտեղ երբ Արադ Միրզյանի հետ հանդիպեց, նաև հարց հնչեց, որ հապկի մասով ԵՄ-ի մասով Միրզյանը նշեց, որ դեռ հայտ չեն ներկայացրել ԵՄ-ին։ Էկոնոմիկայի նախարարը շատ լայն ժպիտով Գևորգ Պապյանը նշեց, որ ԵԱՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ։
Ինչ է կատարվում։ Դե հիմա էլ ասում են Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովը լինելու է 26 թվականի գարնանը։ Նիկոլ Փաշինյանը սպասում է, կրկնվեմ, բայց թե այդպես է, տեսնի միջազգային ասպարեզում ինչպիսին կլինի Ռուսաստանի իրավիճակը, Ռուսաստանը հակահարձակման է պատրաստվում, ամառային խոսենք երևի նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ բոլորը սպասման մեջ են ատվում Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը սպասում է, եթե Ռուսաստանի դիրքերը կթուլանան Ուկրաինայում, այսինքն նաև հարավային Կովկասում, որտեղ սա կապված է նաև դիրքերի հետ հարավային Կովկասում ռուսական, նա կասի ես գնում եմ Եվրամիություն, հիշում եք, որ ասաց ես հենց վաղը ցանկանում եմ։ Իսկ եթե Ուկրաինայում Ռուսաստանը հասնի իր նպատակներին, ուրեմն կասեն մենք ԵՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ։ Ալիևից խոսեցինք, հատկանշական շաբաթվա ընթացքում եւս մեկ հայտարարություն հնչեց այդ բռնապետի շուրթերից, Հունգարիայում նա նշեց, որ իրենք հաղթել են եւ այլն, այդ ամեն ինչը արդեն վաղուց խոսված ծեծված թեմաներ է, բայց նա նշեց, որ Հայաստանը վաղ թե ուշ կկատարի իր ցանկությունները, սահմանադրությունի փոփոխություն, նույնիսկ խմբի լուծարում եւ նույնիսկ ավելացրեց, որ Արմենիան-Ադրբեջան այդուհանդերձ կա եւ իր փախստականները պետք է գան։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Նախ Դուգինը հերքել է, որ դա իր հաղթանակն է, դե գումարած Էրդողանն է միշտ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հաղթանակը չեն կարողանում վերջը պարզել ով է հաղթել։ Ինչ վերաբերում է Արևմտյան-Ադրբեջանի հարցին, ես ինքս նշել եմ, որ Հայաստանի սխալն է թողնել, ասելով, որ դե ոչինչ, հիմա բանը ասում է, Ալիևը դրանով բավականին վտանգավոր ժամանակ է ձգում, մի կողմ այս բանը դա կարող է իրագործել, թե ոչ, նա ժամանակ է շահում, միջազգային հանրությանն ասում է, իդե Պուտինի տակտիկային է նման, տեսեք, անհաղթահարելի այ խոչընդոտներ կան, որ ես ստորագրեմ խաղաղության պայմանագիր եւ ասես դա օրակարգում է այդ հարցը բանակցությունների, չասած ես ուղղակի այդպես եմ կարծում։ Ես միշտ քննադատել եմ Հայաստանի իշխանություններին, որ Արցախի հարցը լծակ է, ինչքան է տեղ խնչի, նույնիսկ եթե մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, բայց ժողովրդի վերադարձի իրավունքը իդեպ առաջատար երկրներում կամ բանաձևեր, ի տարբերություն արևմտյան հորինված ադրբեջանցիների, երկրորդը Սումգայիթի, Բաքվի, որոնք տասնյակ հազարներով ավելի շատ են, քան իբրև թե արևմտյան Ադրբեջանի, որի եզրույթը Ֆրանսիայի դեսպանը այստեղ նույնիսկ ձեռք արավ շատ ներողություն։ Այսինքն Հայաստանի դիվանագիտությունը սխալ է մտածել, որ լռությունը խաղաղության է տանում։ Ոչ, Ալիևը նախ միջազգային ասպարեզում ստանում է ժամանակ, երկրորդը բոլորս էլ հասկանում ենք, եթե նա հնարավորություն ունենա, հենց վաղն էլ կհարցակվի։ Մենք պիտի ակտիվ դիվանագիտություն առաջ տանենք եւ հակառակը Ալիևին ցույց տանք, որ եթե շարունակես այս խոսույթը, կակտիվանա Արցախի, Բաքվի եւ Սումգայիթի հարցերը։ Շաբաթվա ընթացքում եւս կարևոր այց տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ հարևան երկիր Իրանի պաշտպանության նախարարները այստեղ հանդիպեցին, խոսեցին եւ միաժամանակ հնչեցվեց, որ կարմիր գիծը շարունակում մնալ իրենց համար հարևանների սահմանների խախտումը։ Բայց նույն միաժամանակ այդ ընթացքում զուգահեռ իրականության մեջ օկուպացված Արցախում, հայկական Արցախում տեղի էր ունենում իրանական եւ ադրբեջանական զորավարություններ։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Տեսեք, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, ոչ մի այլ երկիր չի պատրաստվում մեզ համար, իբրև թե լավ Արցախի համար իր հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ։ Իսկ թե ինչի Հայաստանը ճանաչեց, դա այլ հարց է։ Դրա մասին մենք խոսել ենք Խովաևի այցը, Փաշինյանը, որ համաձայն էր, հետաձգել կարգավիճակը եղավ հարձակում, գնաց Պրահա, դրա մասին նորից չխոսեմ։ Այսինքն Իրանը եթե տեսնում է, որ Հայաստանը այդպիսի քաղաքականություն է տանում, ինքը չի պիտի վատացնի հարաբերությունները Արցախի հետ կապված։ Բայց կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու, որովհետև դա բխում է Իրանի շահերից, դա միայն Հայաստանի համար չեն իրենք ասում, իրենք հասկանում են, որ կարող է կապը կտրվի հայ-իրանական, դրանից հետո արտաքին աշխարհի իրենք խնդիրներ կունենան, ԵՏՄ շուկա, Եվրամիության շուկա, եթե սանկցիաները հանեն իրենց վրայից, եւ գիտեն, որ այդ տարածքում բազմաթիվ ադրբեջանցիներ ապրում միլիոնավոր, եւ Ադրբեջանը դա կարող է օգտագործել Իրանում ներքաղաքական լարում ապահովելու նպատակով Թուրքիայի հետ։ Դրա համար Իրանի համար այո դա կարմիր գիծ է։ Վերջերս նաև հնչեց Մարկո Ռուբիոյի շուրթերից մի հայտարարություն, որը բավականին ուշագրավ էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ շարունակում են մնալ լարված եւ նույնիսկ վտանգավորության էսկալացիայի աստիճանի հասնելու խնդիր կա։ Ինչ էր ուզում Մարկո Ռուբիոն սրանով մեսիջ եղել։ Շատ հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ զուգահեռ Լավրովի այցի։ Ամբողջը զուգահեռ իրականության մեջ են դիտարկվում։ Փաստորեն այն միտքը, որ Պուտինը եւ Տրամպը կիսել են աշխարհը եւ հարավային Կովկասը նվիրել են Պուտինին, այդպես չի։ Եվ սրանով ցույց տվեց Մարկո Ռուբիոն, որ Ամերիկան ակտիվորեն մասնակցում է բանակցություններին։ Նույնիսկ ասեց, որ դա շատ կարեւոր է։ Այնպես էր անում, որ Ադրբեջանը չհարցակվի Հայաստանի վրա։ Այդ կետը շատ ուշադիր էր, շատ կարեւոր էր։ Այսինքն արևմուտքում հասկանում են, որ ագրեսորը Ադրբեջանն է, սա մեսիջ էր Ադրբեջանին։
Մյուս կողմից նրանով զգուշացնում են մեզ, որ միայն իրենց զսպող ուժի միջոցով է, որ Ադրբեջանը այսօր չի հարձակվել։ Իդեպ Ալո Սիմոնյանն էլ դա ասաց, հիշում եք ջերմուկի դեպքի հետ կապված, որ Արևմուտքը ջանքեր գործադրեց եւ կանգնեցրեց Ադրբեջանի հարձակումը։ Բայց մենք մեր հույսը չպետք է դնենք միայն Արևմուտքի վրա, ակտիվորեն խոսել ենք, զինվենք, մեր ձեռքերը արտադրենք, գումարած անենք դիվանագիտական կարևոր աշխատանք։ Դիվանագիտական աշխատանքից խոսեցիք, մի հաշված օրեր եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն է այցելում, բավականին հատկանշական եւ կարևոր այց է։ Այսպիսի այցերը եւ ոչ միայն նա, այլ նաեւ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս արտաքին գործերի նախարարությունից եւ այլն եւ այլն։ Կիպրոսից բարձրաստիճան պաշտոնյաներ կային, ինչով է պայմանավորված բոլորը միաժամանակ կարծես գալիս են Հայաստան։ Տեսեք, քանի որ արդեն ԱՄՆ Ռուսաստան արևմուտք ներողություն Ռուսաստան հարաբերությունները գնալով սրվում են եւ այսօր ես տեսա Կայակալասը Սերբիայի ղեկավարին կոչ արեց վերջապես որոշել իրենք ում կողմն են լինելու։ Սա Հայաստանի նման երկրների համար շատ վտանգավոր է, ինչու, որովհետեւ մեր ժամանակը սպառվում է, ես դրա մասին խոսել եմ, ասել դե մենք կարող ենք մայիսին գնալ Մոսկվա, հետո գալ Եվրոպա։ Իհարկե ես նշել եմ, որ գնալը ինչ որ առումով ճիշտ է, որովհետեւ մենք ունենք լուրջ վտանգներ Ռուսաստանից, հանձինս Ադրբեջանի, բայց ցավալիորեն ժամանակը սպառվում է եւ մեզ կարող են այս խորացող աշխարհակահաղական ուրեմն ճեղքի պայմաններում արդեն որոշում կայացնելու մեսիջ հողել, որ վերջապես որոշեք ուր եք գնում Եվրամիություն, ԵՏՄ, ՀԱՊԿ, արևմտյան երկրների հետ հարաբերություններ եւ առանցքը որ նայում ենք Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան, սրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են տարածաշրջանում հակակշռել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այսինքն մենք պիտի այն երկրների հետ խորացնենք մեր հարաբերությունները, որոնք կցանկանան այստեղ Թուրքիային զսպել, Ադրբեջանին, ինչպես նաեւ Ռուսաստանին։ Ռուսաստանը հիմա ուղղակի Ուկրաինայում բարդ իրավիճակում է, սպասում է ամռանը, որպեսզի անցնի հակահարձակման, տեսնենք դա ինչպես տեղի կունենա, բայց այս երկու երկրներին մենք հաստատ կարող ենք այս եռյակի միջոցով զսպել։ Հիմա մենք որտեղ ենք գնում եւ քաղաքականությամբ, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանն էր փորձում անել, եւ Ռուսաստանի Դաշնություն եւ ԵՄ, որտեղ ենք մենք եւ ինչ պետք է անենք։ Վերջապես, այո, ինչպես դուք նշեցիք, ժամանակը սպառվում է։ Սերժ Սարգսյանը մի օրում փոխեց իր քաղաքականությունը, ես չէի ասի, որ դա եւ էր, այսինքն ստիպեցին եւ փոխեց եւ մնաց միայն Ռուսաստանի կամ ԵՏՄ հարթակը։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը։ Հուսով եմ, այո, այդ դարափորձը եւս մեկ անգամ չենք ունենա, հատկապես որ Սերժ Սարգսյանի ժամանակ այսպիսի իրավիճակ չէր աշխարհում եւ դա մեզ համար շատ վատ հետևանքներ չունեցավ։ Իսկ հիմա օրինակ Եվրամիությունը կարող է ասել այլևս չենք աջակցում ձեզ ոչ ֆինանսապես, ոչ զենքեր ենք թողնում վաճառեն, իսկ սա մեզ համար շատ բարդ կլինի, հատկապես որ Ռուսաստանը ըստ էության կասեցրել է մեզ զենքի վաճառքը, ի տարբերություն Ադրբեջանի պանցիրներ է վաճառում, այսինքն Հայաստանը, այո, դիվանագիտական առումով պիտի բոլորի հետ դիվերսիֆիկացիա ապահովի, բայց ներքին աշխատանքը այնպես պիտի անի, որ որքան հնարավոր է ոչ թե խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, հյուպատոսություն բացի, տնտեսությունը ավելի խորանա, այո, այլ արագ քայլերով, բայց զգույշ, միաժամանակ դա պետք է փորձել անել հեռանալ Ռուսաստանից, որովհետև այս անկախատեսելի իրավիճակում մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շարունակում ենք թողարկումը Սյունիքում մեկնարկել են հյուսիս-հարավ ռազմավարական ավտոճանապարհին միացող Խնձորեսկ եւ ներքին Խնձորեսկ գյուղերը կապող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Նախագիծը ունի թե տնտեսական, թե ռազմավարական նշանակություն եւ ընդգրկված է Հայաստանի ճանապարհաշինական հիմնական ծրագրերում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում շարունակվում են ռազմավարական նշանակության ճանապարհների հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքները։ Այս ոլորտում թերևս ամենաակտիվ հատվածներից մեկը Խնձորեսկի եւ ներքին Խնձորեսկի ավելի քան 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածն է, որի հիմնանորոգման համար հատկացվել է 2.3 միլիարդ դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը տեղեկացրել է, որ այս հատվածում նախատեսվում է երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի եւ արհեստական շինությունների կառուցում, ճանապարհի կահավորում։ Նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար մենք այստեղ նախատեսել ենք երկշերտ ասֆալտի 2 շերտի տեղադրում։ Հիմա առաջին շերտի տեղադրման աշխատանքներն են, որի հաստությունը 6 սանտիմետր է եւ նաեւ նախատեսել ենք եւս 5 սանտիմետրանոց վերին շերտ տեղադրել, դրանից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի երթևեկության նշաններով եւ կհանձնվի շահագործման
հիմնական մասը 2025 թվականի ընթացքում։ Նախարարը նշել է, որ նման հիմնանորոգման աշխատանքներ կատարվում են նաև մյուս ռազմավարական ճանապարհահատվածներում, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուսները ավարտին են հասցվում միաժամանակ իրականացնելով որակի լաբորատոր ստուգումներ։ Այդ ամբողջը պատշաճ իրականացնելու դեպքում 2025 թվականին ճանապարհային նորոգման աշխատանքներում որակական էական փոփոխություններ նկատելի կլինեն մեր քաղաքացիների համար։ Այո, մենք ընդունում ենք, որ որոշ տեղերում խնդիրներ կան, այդ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, մի մասը սուբյեկտիվ են, բայց այդ բոլոր խնդիրները ընդունում ենք ի գիտություն եւ ինստիտուցիոնալ ճանապարհով գնում ենք այդ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ եւ ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են։ Նախարարի խոսքով շինարարական ոլորտում արկա խնդիրների մեծ մասը կապված է կապալառու կազմակերպությունների աշխատանքի հետ, սակայն դրանք վերահսկվում եւ արագորեն շտկվում են։ Մենք գործընկերների հետ հիմա օրենսդրական նախագիծ ենք մշակում, որը հնարավորինս կխոչընդոտի, մենք փորձում ենք այնպես անել, որ ամբողջովին բացառի գերբեռնված մեքենաների առկայությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհների վրա, որովհետև գերբեռնված մեքենաները իսկապես խնդրեմ են առաջացնում ճանապարհներին, այդպիսի բազմաթիվ ճանապարհներ ունենք, որոնք քանդվել են, որովհետև գերբեռնված մեքենաներ են այնտեղով երթևեկություն իրականացրել։ Կարծում եմ, այս հարցը եւս լուծելի հարցերի շարքում է եւ մենք հիմա անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կանենք խնդրի լուծման ուղղությամբ։ Բացի այդ նախատեսվում է ճանապարհային կշեռքների ավելացում եւ բեռնատարների GPS կահավորում շարժի վերահսկման նպատակով, հավելել է նախարարը։ Սյունիքի մարզում մեկ այլ կարևոր ծրագիր է Նռնաձոր համայնքի նոր ճանապարհի կառուցումը, որը համայնքը կապելու է Մեղրիի եւ հարակից բնակավայրերի հետ։ Շվանիձոր Նռնաձոր 13.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արժեքը կազմում է ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Հայ գործընկերների հետ ճանապարհի կառուցման ընթացքին ծանոթացել է նաև Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նրա խոսքով ճանապարհի կառուցումը եւ այլ նախագծերի իրականացումը կնպաստեն Իրանի եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը, որն էլ իր հերթին տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Իրանն աջակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Սա կարող է նպաստել տարածաշրջանի ապաշրջափակմանը, հետևաբար բարգավաճմանը։ Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց դա պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո։ Նա նշել է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն։ Իրանական կողմում հորձող արած տնտեսական գոտին կարող է լավ օրինակ դառնալ։ Մեղրիի տնտեսական գոտու ակտիվացումը մեծ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Մենք բանակցում ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի այդ ծրագիրն իրականացնենք։ Արդեն ավելի քան 300 իրանական ընկերություններ գրանցվել են Հայաստանում եւ ծավալում են համարժեք գործունեություն։ Նրանք տարբեր ոլորտներում իրականացնում են կարևոր ներդրումներ։ Օրինակ, Արմավիր քաղաքում գործում է պողպատի մշակման ընկերություն, որը տեղում գործարան է հիմնել։ Շուտով այնտեղ կտեղադրվի ամրակներ արտադրության համար նախատեսված հոսքագիծը։ Իրանական ընկերությունները նպաստում են Հայաստանում առևտրի զարգացմանը։ Նախարար Դավիթ Խուդաթյանն էլ կրկին անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին վստահեցրել է, որ Նռնաձոր համայնքը կապող այս ճանապարհը կլինի բարձրորակ։ Այն շատ կարևոր է տարածաշրջանի տրանսպորտային ցանցի ապահովման համար։ Վերջին տարիներին Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում կատարվել է մեծածավալ ներդրումներ։ 2018 թվականից ավելի քան 4000 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել։ Այս աշխատանքների շնորհիվ սահմանամերձ եւ հեռավոր համայնքների միջև կապն ամրապնդվում է, ինչը կարևոր դեր ունի երկրի տնտեսական եւ ռազմավարական կայունության համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաներ քաղաքի տարբեր հատվածներում վերջին տարիներին իրականացված անտառացման եւ կանաչապատման ծրագրերն արդեն տեսանելի արդյունք են տալիս։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության պոակի իրականացրած աշխատանքների շնորհիվ 45 հեկտար տարածքում ձևավորվել են նոր քաղաքային անտառներ, որոնցից 15 հեկտարը արդեն կայացած։ Մասնագետներն ընդգծում են նախկինում դեգրադացված անջրտի հողերում այսօր աճում են ինչպես դեկորատիվ, այնպես էլ պտղատու ծառատեսակներ, վերածվելով մայրաքաղաքի կանաչ թոքերի։ Երևանի երբեմնի ամայի, փոշեպատ եւ քարքարոտ տարածքներում այսօր ծաղկում են նորաստեղծ կանաչապատ տարածքներ։ Տարիներ շարունակ անտառապատ չեղած հողերն այսօր վերածվում են կենսունակ քաղաքային անտառների, որոնք ոչ միայն էկոլոգիական, այլև համայնքային կարևոր նշանակություն ունեն։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության պետական ոչ առևտրային կազմակերպության նախագահ Արմեն Բեգոյանը, խոսելով Երևանի տարբեր հատվածներում արդեն կայացած ուրբան անտառների մասին, ընդգծել է. «Սա տքնաջան աշխատանքի, մասնագիտական մոտեցումների
հանդիպումների եւ բնապահպանական մեծ հավակնությունների արդյունք է։ Էլի քաղաքական, էլի այսպիսի բաներով հայտարարություններ են արվել, որ այս անտառները չկան, գոյություն չունեն, ամբողջը չորացել են եւ ամենակարևորը, որ անտառ հիմնման քաղաքային ուրբան անտառ հիմնման աշխատանքների մեջ անտառներն արդեն համարում են կայացած, երբ որ նրանց 2 տարին արդեն լրացել է եւ 3-րդ տարվա մեջ են, որ արդեն այսպես ասեմ են ռիսկային բոլոր փուլերն իրանք անցել են եւ այլևս իրենք գոյություն ունեն։ Այսօր արդեն Երևանում գործում են մոտ 45 հեկտար ընդհանուր մակերեսով ուրբան անտառներ, որոնցից 15 հեկտարը վերջնականապես կայացած։ Այդ թվում Փարոսի հատվածում շուրջ 10 հեկտար, Եռաբլուրի մոտ 9 հեկտար եւ Հակնակ զբոսայգու հարակից լանջերին մոտ 4 հեկտար։ Այս բոլոր տարածքներն արդեն ձևավորել են ինքնաբավ կանաչ համակարգեր, վերածվելով ստվեր տվող, աղմուկ կլանող եւ թթվածին արտադրող բնական միջավայրերի։ Բեգոյանը հավելել է, որ արդեն իսկ կայացած անտառների տարածքներն անցել են իրենց ռիսկային փուլերը եւ դարձել են քաղաքի էկոլոգիական թոքերը։ Բուն քաղաքի օդի որակը բարձրացնող տարածքները դա քաղաքային մեծ այգիներն են կամ այսպես ասած ուրբան անտառներն են, որոնք մենք ստեղծել ենք մեր տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Կուզեմ նշեմ, որ բոլոր վայրերում նախապես անցկացվել են ոռոգման համակարգեր, քիչ անց ես խնդրեմ ֆիքսեք, նաև մենք ունենք պաստառ, որի վրա տեղադրել ենք, թե ինչ է եղել այստեղ տունքից առաջ, անապատ, դեգրադացված հողեր։ Նախքան ծառատունկի աշխատանքների մեկնարկը մասնագետները մանրամասն հողային ուսումնասիրություն են կատարել, իրականացնելով հողի բերիության վերականգնում, ոռոգման համակարգերի տեղադրում եւ հատուկ մեթոդների հողային մշակում։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության հողակի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը նշել է, որոշ հատվածներում աշխատանքները բավականին դժվար են եղել։ Սա տարիների ընթացքում, որ անտառապատ չէր եղել, բուսածածկ չէր եղել, առանց էդ էլ արդեն քայքայված տարածք էր, փոշիացած, քարքարոտ, ամայացած տարածք էր եւ ուզում եմ նշեմ, որ կրկնակի անգամ բարդացել էր մեր աշխատանքը, որովհետև մինչ մեր աշխատանքային խումբը սկսել աշխատել, նախկին ղեկավարությունը ստեղ շատ դիլետանտային մոտեցում էր ունեցել եւ ամբողջ տարածքը ենթարկել էին կոշտ մաքրման, այսինքն անգամ վերևի մի փոքր բերի շերտը կոճղահանած, թփերը հանած, ամբողջը տարածքը ամայացված էր։ Դե փորձնական ոռոգման ժամանակ պարզվեց, որ հողը բացարձակ ջուր չի պահում։ Եվ որպեսզի հողը սկսի ջուր պահել, միակ ճանապարհը, որ մենք դիմեցինք անտառային տեխնոլոգիաների, որովհետև քաղաքում երբեք խրամատներ մինչ այս չեն արել, շատ ծանր տիտանական աշխատանքեր, շատ մեծ աշխատանք կատարեցին եւ մեր մեխանիզատորները հողակի եւ ագրոնոմիական խումբը եւ աշխատանքային ամբողջ խումբը եւ այլ ձև, որպեսզի հողը կարողանա ընդունի ջուրը եւ խոնավություն պահպանի, բնականաբար այս խրամատներով տնկումներ։ Առաջիկա տարիներին պլանավորվում է նաև նոր քաղաքային անտառի ստեղծում Երևանի կենտրոնին կից Միասնիկյան պողոտայից մինչև կենդանաբանական այգի ձգվող հատվածում, որտեղ կտնկվի 35 հեկտար տարածք։ Նախագծում ներառված են արհեստական լճակներ, էկոսրճարաններ, հեծանվուղիներ եւ թենիսի ու ֆուտբոլի խաղադաշտեր։ Ըստ Արմեն Բեգոյանի, այս նախագիծը դառնալու է Երևանի կանաչ շնչելու հաջորդ մեծ քայլը։ Էկոլոգիական հսկայական նշանակություն է ունենալու հենց կենտրոն վարչական շրջանի համար, ինչը մենք նախատեսում ենք կառուցել, ստեղծել, կտևի մոտ 2 տարի, որովհետև այնտեղ մենք նախատեսում ենք արդեն արհեստական լճակներով, որոշակի ռեկրեացիոն գոտիներ, հեծանվուղիներ, թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտեր, էկոսրճարաններ, այսպես շատ խիտ անտառ ենք ուզում տեղադրենք։ Քաղաքային անտառներն առանձնանում են նաև ծառատեսակների բազմազանությամբ։ Անտառներում տեղ են գտել ինչպես դեկորատիվ, այնպես էլ պտղատու ծառատեսակներ, ստեղծելով ոչ միայն գեղագիտական, այլև կենսաբանական կայունություն։ Տնկված ծառատեսակների թվում են սոսիներ, թխկի, հացենի, վայրի պտղատուներ, ծիրանենի, գինկո եւ մշտադալար այլ տեսակներ։ Այսպիսով Երևանի տարբեր հատվածներում իրականացված կանաչապատման ծրագրերը շոշափելի արդյունք են տալիս։ Նախկինում քարքարոտ, ամայացած փոշեպատ հողերն այսօր վերածվում են կայացած կենսունակ ու բազմազան ծառատեսակներով հագեցած քաղաքային անտառների։ Բազմաբնույթ ծառատեսակների, պտղատու եւ դեկորատիվ համադրությունները, հողային եւ ոռոգման համակարգերի մասնագիտական նախագծումը, նաեւ բարձր կպչողականությամբ տնկիները վկայում են ծրագրի հաջող ընթացքի մասին։ Պետական կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, գործընթացը շարունակական է եւ առաջիկա տարիներին մայրաքաղաքը կունենա նոր կանաչ գոտիներ, հանգստի, էկոլոգիական կայունության եւ առողջ միջավայր ապահովելու նպատակով։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Միջազգային նորություններն էլ առաջարկում են դիտել տեսաշարով։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ուկրաինային է վերադարձվել 270 զինծառայող եւ 120 քաղաքացիական անձ։ Նույնքան ռազմագերիներ եւ քաղաքացիական անձ էլ վերադարձել է Ռուսաստան։ Սա 1000-ի դիմաց սկզբունքով փոխանակման առաջին փուլն է, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանդիպմանը։ Պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենախոշոր փոխանակումն է։ Առայժմ անորոշ է ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպման վայրն ու օրը։ Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, ընդ որում Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հանդիպման հավանական վայր են դիտարկում Վատիկանը, սակայն ռուսական կողմը հակված է բանակցությունները շարունակել Ստամբուլում։ Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ Մոսկվան եւ Կիևը դեռ չեն համաձայնեցրել հանդիպման դետալները։ Հռոմում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։ Հաղորդվում է, որ երկու երկրները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը, կարևոր մանրամասները թողնելով ավելի ուշ քննարկման։ Բանակցությունների 5-րդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական կողմն ակնկալում է լուծել անհամաձայնություն առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ 1 կամ 2 հանդիպումների ընթացքում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ Նա նշել է, որ մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե ԵՄ երկրներն արտադրություն ստեղծեն Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարարն էլ այդ մաքսատուրքերն անընդունելի է համարել։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ Պաշտոնյան նշել է, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի եւ այլ ապրանքների մատակարարումը Միացյալ Նահանգներ փաստացի կդադարի։ Գերմանիայի Համբուրգ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում տեղի է ունեցել դանակով հարձակում, որի հետևանքով 12 մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, եւս 3-ին ծանր, 6 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 39-ամյա մի կին է, որը ձերբակալվել է, սակայն հարձակման դրդապատճառները դեռ անհայտ են։ Հարվարդը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների կառավարության դեմ։ Դատարանը ժամանակավոր կասեցրել է Թրամփի վարչակազմի կողմից Հարվարդի համալսարան օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը։ Հիշեցնենք, Թրամփի վարչակազմը չեղարկել է Հարվարդի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը, ինչը նշանակում է, որ համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների։ Միացյալ Նահանգները բացի Հարվարդից կարող է օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք կիրառել նաև այլ բուհերի հանդեպ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։